Ողջույն Օրագիր Նյուզի սիրելի հետևորդներ, այսօր ապրիլի 11-ն է և հորոսկոպն այսպիսին է։ Խոյեր, քո էներգիան մի քիչ պահիր այսօր, ոչ ամեն ճշմարտություն է, որ պետք է բարձրաձայնել, սուրճ խմիր, մտածիր, հետո խոսիր։ Ցուլեր, մի ասա ոչ, մինչև չես լսել ամբողջ պատմությունը, այսօր հնարավորություն կա շահավետ առաջարկ ստանալ, բայց քո սովորական համառությունը կարող է խանգարել, գոնե լսիր, հետո նոր որոշիր։ Երկվորյակներ, հումորն այսօր կարող է փրկել հարաբերությունները, աշխատանքը կամ նույնիսկ պատիվդ, լուրջ մի ընդունիր ամեն բան, մի փոքր թեթևությունը կարող է մեծ փոփոխություններ բերել։ Խեցգետիններ, սրտիդ խորքում գիտես ինչ ես ուզում, բայց վախենում ես քայլեր անել, ապրիլի 11-ը հիշեցնում է երբեք չի լինելու կատարյալ պահ, ուղղակի սկսիր ապրել։ Առյուծներ, ամեն ինչ չէ, որ պետք է քո ուզածով լինի ու այսօր հաստատ, լավ է մի քիչ զիջել ու հետո անսպասելի հարգանք ստանալ, քան բոլորին տրորելով հասնել քո ուզածին։ Կույսեր, քո նուրբ քննադատությունն այսօր կարող է ընկալվել որպես վիրավորանք, բացատրիր, թե ինչու ես ուզում ամեն բան կատարյալ լինի, մարդիկ կփոխեն իրենց վերաբերմունքը։ Կշերքներ, քեզ կփորձեն ներքաշել ուրիշի կոնֆլիկտների մեջ, խուսափիր միջամտել, թե չէ հետո դու կմնաս մեղավորը։ Կարիճներ, այսօր մի նոր գաղտնիք ես իմանալու, որը պետք է փոխի քո պատկերացումները, միշտ ապիր եզրակացություններ անել, մի քիչ վերլուծիր, հետո կգտնես ճիշտ քայլը։ Աղեղնավորներ, ապրիլի 11-ը քեզ բերում է հին ցանկության նոր հնարավորությունը, պատահական չի լինի, որ հիշես մի բան, որը վաղուց էիր ուզում, մի մերժիր առաջին քայլը, թեկուզ դա լինի փոքր։ Այծեղջուրներ, դու աշխատում ես շատ, բայց մոռանում ես ինչի համար, այսօր հիշեցումն է նպատակն ավելի կարևոր է, քան գործընթացը, մի վախեցիր դանդաղեցնել ու վերագնահատել ձեր ուղղությունը։ Ջրհոսներ, քեզ շատերը նայում են ոնց ես լուծում խնդիրները, գուցե դու դա չես նկատում, բայց այսօր կարող ես մեկին դառնալ ներշնչանք, գործիր քո սկզբունքներին համապատասխան։ Ձկներ, օրն ունի մի քիչ խառնաշփոթ էներգիա, բայց քո ինտուիցիան կասի, երբ կանգ առնել, երբ առաջ գնալ, վստահիր զգացողություններիդ, այլ ոչ թե ուրիշների խորհուրդներին։ Դե ինչ սիրելի հետևորդներ, այսօրվա համար այսքանը, հաճելի օր ենք մաղթում, մնացեք Օրագիր Նյուզի հետ։